Բարև ձեզ իմ գործնեության ոլորտը եղել է քաղաքացիական հասարակությունը։ Այդ ոլորտում ես բավականին մեծ ներդրում եմ ունեցել։ Բարձրաձայնել եմ մեր խնդիրները, փորձել կրթության միջոցով դրանք հասցեագրել եւ օգտակար լինել պետությանը, առանց որևէ քաղաքական դերակատարման։ Բայց այսօր ես կանգնած եմ այս բեմում արդեն որպես քաղաքական թիմի անդամ։ Ինչու՞։ Որովհետև մենք հասել ենք մի կետի, որտեղ դիտորդի կամ միայն քննադատողի դերը այլևս բավարար չէ։ Այսօր չեզոքությունը պարզապես անձնական ընտրություն չէ։ Դա քաղաքական որոշում է եւ շատ հաճախ սխալ որոշում։ Երբ իմ բարձրացրած խնդիրներին պատասխան են տալիս ես, ապա քաղաքական եմ, ես չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել, ես միշտ նույն բանն եմ ասում։ Դա էլ է դիրքորոշում։ Դա նշանակում է, որ ես թույլ եմ տալիս, որ իմ ու իմ երեխաների փոխարեն որոշեն առանց իմ մասնակցության։ Երբ պետությունը հրդեհի մեջ է, դու չես կարող պարզապես ասել ես հրշեջ չեմ ու ոչինչ չանել։ Ես քաղաքականություն եմ մտնում ոչ թե անձնական նկրտումներից ելնելով, այլ որովհետև տեսնում եմ համակարգային խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն քաղաքական որոշումների մակարդակում։ Այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները բազմաշերտ են։ Արտաքին միջավայրը արագ փոփոխվող է եւ հաճախ անկախատեսելի։ Ռուս-ուկրաինական պատերազմից մինչև մերձավոր արևելքում առկա ճգնաժամը ձևավորում է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր սխալ հաշվարկ մեծ ռիսկ է փոքր պետությունների համար։ Բայց խնդիրը միայն արտաքին չէ։ Մենք ունենք նաև ներքին ճգնաժամ։ Կառավարման որակի, ինստիտուցիոնալ կայունության եւ հասարակական վստահության մակարդակում։ Երբ պետական համակարգը չի գործում կանխատեսելի եւ ամբողջական տրամաբանությամբ, արտաքին ճնշումները բազմապատկվում են։ Այս պայմաններում խաղաղությունը չի կարող լինել զիջումների անվերջ շղթա, իսկ ինքնությունը չի կարող դիտարկվել որպես բեռ։ Խաղաղությունը պետք է հստակ կառուցակարգերի վրա խարսխված եւ հաշվարկված, արժանապատիվ եւ երկարաժամկետ կայունության վրա հիմնված քաղաքականության արդյունք լինի։ Սա նշանակում է մեկ բան. մեզ պետք է ոչ թե իրավիճակային արձագանքների քաղաքականություն, այլ ռազմավարական մտածողություն։ Մենք պետք է վերականգնենք պետական ինստիտուտների արդյունավետությունը, ուժեղացնենք հասարակական համերաշխությունը եւ վերականգնենք Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում։ Պետությունը չի կարող կառավարվել պատահականությամբ կամ կարճաժամկետ շահերով։ Պետությունը կառավարվում է պատասխանատվությամբ, հաշվարկով եւ հստակ տեսլականով։ Ես հավատում եմ մի Հայաստանի, որտեղ որոշումները կայացվում են Երևանում, ելնելով պետական շահից, ոչ թե արտաքին պարտադրանքներից, որտեղ քաղաքականությունը չի սահմանափակվում հայտարարություններով, այլ արտահայտում է հաշվարկված եւ հետեւողական գործողություններով, որտեղ մենք չենք արձագանքում ուրիշների օրակարգերին, այլ ձևավորում ենք մերը, մեր սեփականը։ Եվ ես ուզում եմ հստակ ասել եւս մեկ բան. ես ուզում եմ այս մոտեցումը ներկայացնել նաեւ ազգային ժողովում, բոլորի շահերը ներկայացնելով, ոչ միայն նրանց, ովքեր կաջակցեն մեզ իրենց քվեով, այլ նաեւ նրանց, ովքեր այլ ուժերի են քվեարկել։ Եվ սա արդեն կուսակցական հարց չէ, սա պետական պատասխանատվության հարց է։ Ես ընտրել եմ Լուսավոր Հայաստանը, որովհետև այստեղ տեսնում եմ այն, ինչ այսօր ամենաշատն է մեզ պետք՝ արժեքների վրա հիմնված քաղաքականություն եւ սառը պրագմատիկ մտածողություն։ Մենք ամենևին չենք գալիս քանդելու, մենք գալիս ենք քաոսը դադարեցնելու եւ նորմալ կյանքը վերականգնելու։ Մենք գալիս ենք կառուցելու, պահպանելով այն, ինչ պետության համար կենսական է։ Եվ ամենակարևորը՝ իրականում ներկայացնելու մարդկանց շահերը, ոչ թե պարզապես խոսելու դրանց մասին։ Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ լուսավոր Հայաստան, ապա պետք է ընտրենք ոչ թե հեշտ, այլ ճիշտ տարբերակը։ Ես երբեք չեմ ընտրել հեշտ ճանապարհներ, այս մեկը եւս բացառություն չէ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Գնում ենք առաջ, դեպի լուսավոր Հայաստան։